Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան, YouTube-յան ալիքի մասնակիցներ։ Ողջունում եմ ձեզ բոլորիդ։ Այսօր հուլիսի 6-ն է։ Մենք շարունակում ենք մեր աշխատանքը։ Այսօր էլ կարևորագույն հարցեր ունենք քննարկելու։ Պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանը հետևողական ուզում է փոխել սահմանադրությունը։ Ու դրա հետ կապված ինքը երեք խոսեց։ Երեք հուլիսի 5-ին սահմանադրության օրն էր Հայաստանում։ Այս օրվա կապակցությամբ արեց հայտարարություն Նիկոլ Փաշինյանը։ Դրա մասին անպայման այսօր մենք կխոսենք։ Ընդդիմությունը։ Հիշում եք, ես երեք կանխատեսել եմ, որ ընդդիմությունը կվերցնի մանդատները։ Կխոսան, կբողոքեն, բայց ի վերջո կլեգիտիմացնեն ընտրությունները։ Եվ Ուժեղ Հայաստան եւ Հայաստան խմբակցությունները արեցին հայտարարություն այսօր, որ վերցնում են մանդատները։ Երկար բառակ բացատրում էին ինչու են վերցնում, բայց վերցրեցին։ Ուրեմն ընդդիմությունը ճանաչեց այս ընտրությունների արդյունքները, ճանաչեց այս ընտրությունների լեգիտիմությունը։ Ու ստեղ մի քանի մտքերով նաեւ ուզում եմ ձեզ հետ կիսվել։ Նիկոլ Փաշինյանը իրոք գնում է Եկատերինբուրգ։ Այս այցելության հետ կապված, նպատակների հետ կապված կխոսենք, բացի դրանից կշնորհավորի Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին այս ընտրություններում հաղթանակի հասնելու կապակցությամբ, թե ոչ։ Ի վերջո Սահմանադրական դատարանը վերջնական որոշում ընդունեց այս արդյունքները կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարված հունիսի 14-ին ստացան վերջնական օրենքի ուժ ու առաջի աշխատանքային օրը այս Սահմանադրական դատարանի որոշումից հետո ամսի 4-ի շաբաթվա օրվա որոշումից հետո առաջի աշխատանքային օրն է Պուտինը կշնորհավորի Նիկոլ Փաշինյանին, թե ոչ կնայենք։ Նաև պետք է մի քանի խոսք այսօր ես ասեմ պարոն Գագիկ Ծառուկյանի մասին։ Ծառուկյանի օբյեկտներում այսօր սկսվեցին լայնամասշտաբ խուզարկություններ, նաև այդ թվում իր տանը եւ մեր ԱԱԾ-ն դա անում է եւ այլ պատկան մարմինները, ներքին գործերի նախարարությունը մեծ այդպես process է գնում գրեթե բոլոր Գագիկ Ծառուկյանի օբյեկտներում, Ֆարաոն, մուլտիգրուպ տարբեր օֆիսներում խուզարկություններ են գնում նաև իր տանը։ Ու ստեղ ես մի քանի մտքերով ձեզ հետ ուզում եմ կիսվել։ Հիշում եք, բարի բուն իմաստով 3 թե 4 օր առաջ պարոն Դմիտրի Մեդվեդևը նախկին նախագահ Ռուսաստանի պաշտպանեց Գագիկ Ծառուկյանին ու հաթաթա տվեց մեր իշխանություններին, որ Գագիկ Ծառուկյանին որ նեղում եք, նայեք, հետևանքները ձեզ համար կլինեն։ Հիմա գնում է մեծ process Գագիկ Ծառուկյանի հետ կապված քրեական գործ հարուցվել է, թե մի քանի գործեր այդ նայենք, բայց զարգացումները լուրջ են գնում եւ սեփականության հետ կապված եւ սեփականության ձեռքբերման հետ կապված խնդիրներ, ինչ որ կոռուպցիոն ստեղ ռիսկեր եւ այլ մեծ process է դատաիրավական սկսվեց Գագիկ Ծառուկյանի դեմ, իր օբյեկտների դեմ, օգնեց Ռուսաստանը, օգնեց Մեդվեդևը պարոն Ծառուկյանին։ Ոստեղ ես ուզում եմ կիսվել այսօր ձեզ հետ իմ մտքերով այս հարցերի հետ կապված։ Ուրեմն, այսօր շատ հետաքրքիր քննարկում է մեզ սպասում։ Սկսում ենք մեր աշխատանքը, միջև սկսելը մեր աշխատանքին խնդրում եմ ձեզ բաժանորդագրվել, կիսվել, լայքել եւ աջակցել մեր YouTube-յան ալիքին։ Դա էլ ավելի մեծ հնարավորություն է տալիս մեզ ակտիվ աշխատել ու ձեզ ներկայացնել օբյեկտիվ ինֆորմացիան, նաև մեր վերլուծությունները, որոնք ժամանակացույց է տալիս, միշտ լինում են կորեկտ ու ճիշտ։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը գնում է Եկատերինբուրգ, որտեղից մենք իմացանք։ Մենք այս վերջի 2-3 օր ադա ստանում ենք այդ ինֆորմացիան տարբեր ռուսական աղբյուրներից, նաև այդ թվում Interfax-ից,
որ Եկատերինբուրգում մեծ միջոցառում պետք է անցնի Իննոպրոմ անվանման տակ ու այնտեղ կլինեն ԵԱՏՄ երկրների բոլոր ԵԱՏՄ երկրների վարչապետները ու Նիկոլ Փաշինյանը կմասնակցի այդ աշխատանքներին, նույնիսկ սկզբում ասված էր, որ ինքը ելույթ կունենա, հիմա չգիտեմ ելույթ կունենա թե ոչ, բայց գլխավորը որ այսօր մեր մամլո քարտուառությունը մեր կառավարության հայտարարեց, որ իրոք Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցելություն կունենա Եկատերինբուրգ, Ռուսաստան։ Այս տարի դա երկրորդ այցելություն է։ Իդեպ ասեմ ձեզ շատ ուշագրավ է, որ եթե 2021, 22, 23 թվականների ժամանակ թվականներին Նիկոլ Փաշինյանը նվազագույնը 5-6 անգամ տարվա ընթացքում հանդիպում է ունեցել նույն Վլադիմիր Պուտինի հետ, նախագահի Ռուսաստանի այցելություններ նույնիսկ ավելի մեծ քանակով էին, այս տարի միայն ապրիլ ամսին Նիկոլ Փաշինյանը եղել է Ռուսաստանում, հանդիպել է Պուտինի հետ, այս երկրորդ այցելությունն է Ռուսաստան ու նախատեսվում է իր հանդիպումը պարոն Միշուստինի հետ, Ռուսաստանի վարչապետի հետ։ Ինքը փաստը, որ անհրաժեշտություն չկա կամ փոքրանում է թիվը այցելությունների Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան, ցույց է տալիս ինչքան թուլացել է ազդեցությունը Ռուսաստանի ու կարևորությունը Հայաստանի համար։ Բայց այնուամենայնիվ աշխատանքային այցը ընտրություններից հետո առաջի աշխատանքային այցը կատարեց Նիկոլ Փաշինյանը հենց Ռուսաստան։ Ես չեմ հաշվում իր այցելությունը 3-4 Տեհրան, պարզ է դա այլ բնույթ էր կրում, դա կապված էր Ալի Խամենեի նախկին Իրանի հոգևոր առաջնորդի թարգմանարարողության հետ, դա մի քիչ այլ է, բայց աշխատանքային այցը Ռուսաստան հենց առաջինն էլ այս վերջի ընտրություններից հետո։ Հիմա Նիկոլ Փաշինյանը 3 հանդես եկավ ելույթով հայտարարությամբ կապված սահմանադրության օրվա հետ։ Մենք գիտենք, տոնում ենք հուլիսի 5-ը որպես սահմանադրության օր, դա 3 էր, ուզում եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը այդ օրվա կապակցությամբ հանդես եկավ ելույթով, եթե ուշադիր կարդաք այդ ելույթը, ակնհայտ է, որ ինքը պլանավորում է փոխել սահմանադրությունը։ Շատ է խոսվել նախկինում սահմանադրության փոփոխության մասին, հիշում եք նույնիսկ 1-2 ամիս մինչև ընտրարշավը, մինչև մայիս ամիսը դա փետրվար-մարտ ամսին, հիշում եք, նույնիսկ իշխանությունները ասում էին, որ նախագիծը կբերենք սահմանադրության փոփոխությունների, հետո այդ գաղափարից հետ կանգնեցին, հետո Նիկոլ Փաշինյանը ասեց, որ անպայման ինքը ուզում է անկախության հռչակագիրը անջատել սահմանադրությունից, բաց ասեց, չթաքցրեց, քանի որ մենք բոլորս գիտենք, որ մեզանից հենց Ադրբեջանը պահանջում է, որ մենք սահմանադրությունը փոխենք ու ցանկացած հիշատակում Լեռնային Ղարաբաղի հետ կապված, որ չլինի մեր սահմանադրության մեջ, դու գիտեք այդ կապը Լեռնային Ղարաբաղի հարցի հետ կա սահմանադրության մեջ, քանի որ կա հղում անկախության հռչակագրի վրա։ Բայց հիշում եք, շատ է խոսվել նրա մասին, որ իրոք պետք է փոխվի մեր սահմանադրությունը, շատ ու շատ բաներ կա, որ պետք է արվեն, օրինակ այս իրոք գերուժեղ վարչապետի ինստիտուտը, որը կա մեր սահմանադրության մեջ ու որը մցվեց հենց Սերժ Սարգսյանի կողմից, երբ որ Սերժ Սարգսյանի ժամանակ ընդունվեց այս գործող սահմանադրությունը, շատ էր քննարկումները։ Ուրեմն, սահմանադրության փոփոխությունը կառավարությունը համարում է, որ անհրաժեշտ է, Նիկոլ Փաշինյանը իր ուղերձում 3 խոսեց դրա մասին։ Հիմա իմ կարծիքը նա է, ես շատ եմ լսում տարբեր կարծիքներ, օրինակ 3 մանրամասն սահմանադրության փոփոխության դեմ խոսեցին տարբեր քաղաքական ուժեր ու առաջերտին ընդդիմադիր ուժեր, ես ճիշտն ասած այլ կարծիք ունեմ։ Ես չեմ համարում ճիշտ միջև սահմանադրական փոփոխությունների կամ նոր սահմանադրության նախագիծ բերեն, միջև դա չբերեն, ես չեմ խոսալու այդ սահմանադրության փոփոխությունների մասին։
Անհրաժեշտ է, կյանքը փոխվում է, այո, ընդունում եմ դա։ Թող կառավարությունը բերի, ինչ է ուզում կառավարությունը փոխել, նայենք ու ըստ դրա կարծիքը մեր ասենք։ Ի վերջո կյանքը գնում է առաջ, շատ բաներ փոփոխվում են, միգուցե պետք է սահմանադրություն փոփոխություն կատարել։ Կապված օրինակ սահմանադրության որ մեջ ավելի բալանսավորված լինեն թևերը իշխանության թևերի միջև հարաբերությունները դատական մարմիններ, կառավարություն, օրենսդրի մարմին, միգուցե այդ անհրաժեշտություն կա, օրինակ ես համարում եմ ստեղ անհրաժեշտություն կա լուրջ փոփոխություններ կատարել։ Միգուցե մեր իշխանությունները համարում են, որ սահմանադրությունը պետք է անջատել անկախության հռչակագրից, ոչ միայն Ղարաբաղի հարցի պատճառով, այլ պատճառներով պատրաստ եմ լսել, բայց կոչ եմ անում կառավարությանը բերեք այս նախագիծը սահմանադրության փոփոխությունների ու սկսենք իրոք քննարկում։ Իդեպ ասեմ ձեզ մեկ փոփոխություն կատարեց այս ազգային ժողովը, որի լիազորությունները ավարտվում են օգոստոսի 2-ին, քանի որ նոր ընտրված ազգային ժողովի լիազորությունները հենց օգոստոսի 2-ից կսկսվեն, ուրեմն այս ազգային ժողովը, որի լիազորությունները ավարտվում էին, 2 օր առաջ, թե 3 օր առաջ փոփոխություններ կատարեցին ընտրական օրենսգրքում։ Ու այդ փոփոխությունները գիտեք ինչի հետ էին կապված, սահմանափակել մեր քաղաքացիների իրավունքը մասնակցել ընտրությունների, համապետական ընտրությունների, ազգային ժողովի ընտրությունների։ Այնտեղ մտցվեց ցենզ մարդկանց, ովքեր երկար չեն ապրում Հայաստանում, այնտեղ կոնկրետ ամիսներ, տարիներ կան, որ իրենք զրկվում են այս իրավունքից քվեարկել։ Ինչի հետ է դա կապված այդ նախաձեռնությունը, քանի որ այս ընտրությունների ժամանակ մեծ վտանգ կար, որ Ռուսաստանից արհեստականորեն բերված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կքվեարկեն այլ երկրի ուզածով, Կրեմլի ուզածով։ Հիմա այդ փոփոխությունները արագ արվեցին, բայց կասկած ես չունեմ, որ դա ունի պրոբլեմ մեր սահմանադրության հետ, քանի որ սահմանադրության մեջ Հայաստանի Հանրապետության այս սահմանադրության մեջ գործող, որը ես չեմ համարում իդեալական, բայց այնտեղ կա կոնկրետ դեպքեր, երբ մեր քաղաքացիները զրկվում են քվեարկության իրավունքից։ Այդ դեպքերը թվարկված են ու դրանց մեջ չի մտնում ցենզի այս ձևի հնարավորություն սահմանափակել մարդկանց իրավունքը քվեարկել, ի վերջո դա գլխավոր քաղաքական իրավունք է քաղաքացիների։ Բայց գործող դեր հին պարլամենտը հասցրեց այդ փոփոխությունը կատարել։ Կասկած ես չունեմ, որ դա կբախվի սահմանադրության նորմերի հետ։ Միգուցե դա էլ է պատճառ, որ սահմանադրությունը պետք է փոխվի։ Ստեղ մենք կարող ենք երկար քննարկել, բայց իմ ասածը նա է, որ իշխանությունները թող բերեն նախագիծը սահմանադրության, միգուցե այդ կամ ուժեղ գրագետ լինեն այդ փոփոխությունները, որ մենք բոլորս կողմ կլինենք ու կփորձենք աջակցել իշխանությանը, որ հանրաքվեի այդ հարցը դրվի։ Դուք գիտեք, սահմանադրության համաձայն փոփոխություններ կատարել սահմանադրությունում այդ գլխավոր սկզբունքային հոդվածներում շատ դժվար։ Մյուսը ես ճիշտ կանխատեսել եմ, որ սուս-փուս նորմալ ընդդիմադիրները կվերցնեն մանդատները ու կլեգիտիմացնեն այս ընտրությունները։ Տեսակ ուժեղ Հայաստան դաշինքը, այլ ընդդիմադիրները ինչքան դաժան քննադատեցին իշխանություններին եւ սահմանադրական դատարանի ելույթ ժամանակ, որ քննարկվում էր հարցը անվավեր համարել ընտրությունները, ինչ դաժան ելույթներ ունեցել են։ Բոլոր ընդդիմադիր գլխավոր ուժերը, նաեւ Բարգավաճ Հայաստանը, նաեւ այլ ընդդիմադիր ուժեր դաժանաբար քննադատում էին, բայց մեկ օր անց 2 օր անց սահմանադրական դատարանի որոշումից հետո, որը ընդունեց այս ընտրությունների արդյունքները ու համարեց լեգիտիմ այս ընտրությունները, իրենք շատ արագ
կողմ որոշվեցին, վերցրեցին մանդատները եւ ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքները իրար հետևից այսօր հայտարարություններով իրանք հանդես եկան, մեծ տեքստեր են, չեմ կրկնի ինչ ասեցին, քննադատեցին այս ընտրությունները, ասեցին, որ կպայքարեն այս իշխանությունների դեմ ու գլխավոր խնդիրը դնում են իշխանափոխություն կատարել կամ օտարել իշխանությունից քաղ պայմանագիրը ու Նիկոլ Փաշինյանին իրանք ասեցին նաև օրինակ ուժեղ Հայաստանը, որ իրանք անպայման այս տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին կմասնակցեն, դուք գիտեք, աշնանը պլանավորում է շատ ու շատ տեղերում Հայաստանի անցկացնել տեղական ինքնակառավարման ընտրությունները, իրանք ասեցին, որ թույլ չեն տա, որ սահմանադրությունը փոխվի, թույլ չեն տա, որ հայ առաքելական եկեղեցի հարվածի տակ լինի իշխանությունների կողմից, շատ բաներ ասեցին, բայց սուս-փուս նորմալ մարդավարի վերցրեցին մանդատները եւ ուժեղ Հայաստանը եւ Հայաստանը պետք է ասեմ որ ես դա ճիշտ կանխատեսել եմ ինչքան էլ ապա գորկոր հայտարարություններ չանեն ինչքան էլ խոսան որ ընտրությունները կեղծված էին եթե ընտրությունները կեղծված չեն ուրեմն պետք է ուզած գնաս մանդատները վերցնես ու քանի որ ընտրությունները կեղծված չէին սահմանադրական դատարանը միատել դա հաստատեց գնացին հանգիստ վերցրեցին մանդատները ես դա իմիջիալս ողջունում եմ բայց ուզում եմ ասել որ այդ մեծ աղմուկը որ անդիմությունը բարձրացրեց ընտրությունների շուրջ ոչ մի կոպեկ չարժի գնացին ու մանդատները վերցրեցին հիմա ես նաև ուզում եմ անդրադառնալ շատ ցավոտ թեմայի դուք գիտեք որ իշխանությունները լուրջ պայքար տարան այս վերջի 3-4 ամիսը ընտրակաշառքների դեմ միայն կարելի է դա ողջունել մեծ process է ես հույսով եմ որ շատ ու շատ գործերը ի վերջո դատարաններում իրենց ավարտը կունենան շատ ու շատ մարդիկ հարյուրավոր ովքեր մեղադրվում են կաշառք բաժանելուց կամ կաշառք վերցնելուց ի վերջո կպատժվեն քանի որ այդ երևույթի դեմ պետք է իրոք լուրջ պայքարել կարծես թե պայքարում է իշխանությունը դա միայն ողջունելի է կային ձերբակալություններ ու այս ձևի process կապված կոռուպցիոն գործերի հետ ոչ թե ընտրակաշառքը բաժանելու ու այստեղ մեծ հիմա process ծավալվում է Գագիկ Ծառուկյանի շուրջ Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը չանցավ ի վերջո ազգային ժողով բայց գործող իշխանությունները ու Նիկոլ Փաշինյանը խոստում տվեց մեր ժողովրդին, որ ի վերջո գոնե այս անգամ ինքը լուրջ կպայքարի օլիգարխիայի դեմ, ոնց ինքն էր ասում, կպայքարի կոռուպցիոն այդ գործերի դեմ, որոնք նախկինում եղել են եւ այլ եւ այլ։ Ու ստեղ ես տեսա, որ թիրախավորված են ոչ միայն ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքները կամ ցուցակում գտնվող մարդիկ, նաեւ այդ թվում Գագիկ Ծառուկյանի ուժը ու անձամբ Գագիկ Ծառուկյանը։ Այսօր լայնամասշտաբ խուզարկություններ անցկացվում են Գագիկ Ծառուկյանի տարբեր օբյեկտներում, ընկերություններում, մուլտիգրուպի տարբեր օֆիսներում, Ֆարաոն ընկերությանը ու նաև իր տանը ինչքան ես հասկացա իր տանը խուզարկություն անցկացնում էին մեր ԱԾ-ն մեր անվտանգությունը նորից կրկնում եմ ես կողմնակից եմ ու հարգում եմ անմեղության կանխավարկածի սկզբունքը, երբ որ գործերը մտնեն դատարանները որոշում կընդունեն, մենք հստակ կարող ենք մեր կարծիքը ավելի կոշտ ձևով ձևակերպել։ Հիմա ես հարգում եմ այդ մոտեցումը։ Անմեղության կանխավարկածը։ Այ երբ որ դատարաններն են որոշումը կընդունեն, այդ դեպքում մենք կասենք, որ իրոք իշխանությունները հետևողական, նաև այդում դատական թևը իշխանության հետևողական են իրանց գործունեության մեջ։ Բայց process-ը մեծ է, process-ը կապված է կոռուպցիոն, ինչ որ ռիսկերի գործերի Գագիկ Ծառուկյանի հետ։ Ուստեք ես մենակ մեկ բան ուզում եմ ասել, գումարել այս process-ին։ Իրոք ես խորհուրդ չեմ տալիս մյուս անգամ, որ մեր մեծահարուստները, մեր մարդիկ, ովքեր հարստացան տարբեր ձևերով այն 90-ական թվերին, 2000-ական թվերին, որ իրանք իրոք կենտրոնանան տնտեսական ոլորտում, սոցիալական ոլորտներում, շարունակեն այնտեղ աշխատանքը, չփորձեն մտնել քաղաքական դաշտ։ Հիմա նայեք,
Դմիտրի Մեդվեդևը, նախկին նախագահ Ռուսաստանի, որը կոշտ հայտարարություններ անձամբ Նիկոլ Փաշինյանի դեմ ասել է, մեր ժողովրդավարության դեմ խոսացել է, Եվրոմիության մեր համագործակցության դեմ խոսացել է ու դաժան բաներ ասել է, չեմ կարող կրկնել, ամանչում եմ այդ խոսքերը կրկնել։ Ուղղակի 3 օր առաջ Դմիտրի Մեդվեդևը ասաց, որ փորձեք նեղացնել ձեր տալ Գագիկ Ծառուկյանին։ Ինքը պաշտպանեց Գագիկ Ծառուկյանին, ասաց, որ դա հետապնդում է իր դեմ քայլերը եւ այլ, պաշտպանեց։ Հիմա խուզարկություն է գնում օրենքով, պատկան մարմինները ստուգում են այդ բոլոր ընկերությունները Գագիկ Ծառուկյանին։ Կասկած ես չունեմ, մի քանի քրեական գործ կհարուցեն։ Օգնեց Գագիկ Ծառուկյանին պարոն Դմիտրի Մեդվեդևը, ոչ չօգնեց։ Ուրեմն գլխավոր նպատակը Ռուսաստանի մեզ իրար դեմ լարել։ Իբր ինքը աջակցում է, որ ներսում Հայաստանի ավելի հետևողական գնա պայքար, նաև մեծահարուստների մարդկանց պայքար Նիկոլ Փաշինյանի դեմ, քաղ պայմանագրի դեմ, որ ներսում լարվածության բարձրացնել, հետո էլ անտեր թողնում են այդ մարդկանց։ Ինչը մենք տեսանք, կներեք ինձ, Ռուբեն Վարդանյանի դեպքում։ Ռուսաստանը պաշտպանեց այդ մարդուն, հանեց բանտից Բաքվի։ Ինչ եմ ուզում ասել, տարբեր գործեր, տարբեր մարդիկ, բայց մեկ բան ես տեսնում եմ, Ռուսաստանը ամեն ինչ անում է, որ ներսում Հայաստանի լարվածությունը մեծացնի, ու այս ընտրությունների ժամանակ փորձեց դա անել մեծահարուստ մարդկանց միջոցով եւ նախկին իշխանությունների միջոցով։ Հիմա տեր կկանգնի այդ մարդկանց, այդ մարդիկ ընկնում են ճնշման տակ, ստուգումներ, էտել չեք կարող ասել, որ իրաց անցյալը իդեալական էր, մաքուր էր, չկա տեղ կպնելու։ Անչափ կարևոր է դա, ինչի մասին ուզում եմ ձեզ հենց ասել։ Ու նաև ես ուզում եմ մի քանի խոսք ասել Ռուսաստան-Ուկրաինայի մասին։ Իրոք ծանր է վիճակը, դուք գիտեք, այսօր Ռուսաստանը ռմբակոծեց նորից Կիևը, նորից ռմբակոծեց շենքերը, բնակելի շենքերը, նորից Կիևում կան մեծ թվով զոհեր, քաղաքացիական մարդկանց մեջ հանցագործություն է կատարում Ռուսաստանը։ Այո, Ռուսաստանը ասում է, Ուկրաինան ռմբակոծում է մեր քաղաքները, մեր քաղաքացիներին իր դրոններով ստում է։ Իրոք Ուկրաինայի դրոնները մեծ վնաս են հասցնում Ռուսաստանին, բայց այդ վնասը կապված է նավթամշակման գործարանների հետ, կապված է ռազմական օբյեկտների հետ։ Ուկրաինան, երբ որ դրոններով հարձակվում է Ռուսաստանի վրա ու ամեն օր հարձակվում է հարյուրավոր դրոններ ուղարկում է, թիրախ է դարձնում էներգետիկայի ոլորտը, նավթամշակման գործարանները, ռազմական օբյեկտները Ռուսաստանում։ Ռուսաստանը պատասխանում է անմարդկային, ռմբակոծում է Կիևում ուղղակի բնակելի շենքեր։ Դուք գիտեք, որ Ամերիկայի 250 ամյակի այս տոների կապակցությամբ նաև Պուտինը շնորհավորեց Դոնալդ Թրամփին, նաև ունեցավ հեռախոսազրույց, խոսեցին տարբեր հարցերից, բայց գլխավորը ինչ ասեց Դոնալդ Թրամփը, ինչը հաստատեց նաև Պուտինի օգնական պարոն Ուշակովը, Թրամփը ասեց, որ պետք է դու ավարտես պատերազմը Ուկրաինայում, անպայման ավարտի ես պատերազմը։ Ու Պուտինը պատասխանեց Դոնալդ Թրամփին։ Պարզ է, Պուտինը դժգոհ էր, որ Դոնալդ Թրամփը պահանջեց Պուտինից, որ պատերազմը ավարտվի, ու դա է պատճառը, որ ինքը այսօր ռմբակոծեց Կիևում բնակելի շենքեր։ Դա պատասխանն էր Պուտինի Դոնալդ Թրամփին, որ ես չեմ պլանավորում պատերազմը ավարտել, ես պատերազմը կշարունակեմ ու դու չէ, որ պետք է ինձ հանձնարարականներ տաս։ Դոնալդ Թրամփը նաև ասեց, որ ունեցավ հեռախոսազրույց նաև պարոն Զելենսկու հետ
Ուկրաինայի նախագահան պարոն Զելենսկին շնորհավորեց Դոնալդ Տրամպի Ամերիկայի 250 ամյակի կապակցությամբ, բայց բացի դրանից իրանք խոսեցին Դոնալդ Տրամպը ու Զելենսկին պատերազմի մասին, ոնց կարելի է պատերազմը ավարտել, ավելին Դոնալդ Տրամպը ասաց, որ անպայման Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ վաղվանից դա սկսվում է, անպայման ինքը կհանդիպի, Դոնալդ Տրամպը ասաց Զելենսկու հետ պլանների մասին, մոտ ապագա պլանների մասին եւ խաղաղության հաստատելու մասին, որ իրանք կխոսեն։ Ես ավարտեցի իմ այսօրվա ելույթը, միջ նոր հանդիպումներ։